Ողջույն, մտածում ես ինչ պատրաստես, որ ստացվի արագ, առանց կրեմի եւ առանց գրտնակելու, արի միասին պատրաստենք այս չքնաղ բերանում հալվող խմորեղենը։ Մինչ կբաժանորդագրվես ալիքին, կսեղ մեզ զանգակի կոճակը, մեկնաբանություններում դիր նաեւ պլյուս, որպեսզի տեսնեմ ձեր ակտիվությունը։ Դե ինչ, անցնենք գործի, սկսենք պատրաստել։ Հարիչի ամանի մեջ լցնում ենք 4 սզուն, մի պտղուն ծաղ, 1 թեյ գդալ վանիլային շաքար և 100 գրամ շաքարավազ։ Այս ամենը լավ հարում ենք այնքան, մինչև զանգվածը լավ փրփրի։ Շաքարավազն ու ձուն լավ հարելուց հետո ստանում ենք փրփրուն սպիտակ զանգված, այդ զանգվածի վրա ավելացնում ենք 3-ից 4 ճաշիկ գդալ արևածաղկի ձեթ, և ավելացնում ենք 1 թեյի գդալ սոդան ու կրկին հարում ենք։ Մի փոքր հարելուց հետո ավելացնում ենք 150 գրամ ալյուրը ու կրկին հարում ենք։ Խմորը արդեն պատրաստ է, վերցնում ենք ջեռոցի տապակը և խմորը շրջում ենք տապակի մեջ։ Հարթեցնելու ենք և ուղարկելու ենք նախոր օգտագործած ջեռոցը, թխելու ենք 200 աստիճանի տակ մինչև պատրաստ լինելը։ Տապակի չափսն է 30-40-ի վրա։ Շերտը արդեն պատրաստ է, կթողնենք սառի, այնուհետև կշարունակենք։ Շերտը արդեն սառել է, բաժանում ենք 2 հավասար մասի։ Ստացել ենք հոյակապ շերտեր, այժմ հավաքենք խմորեղենը։ Դնում ենք առաջի շերտը և վրան քսում ենք ծիրանի ջեմ կամ կոնֆուտյոր։ Բարակ շերտով գեղեցիկ քսում ենք։ Առաջի շերտին քսելուց հետո դնում ենք արդեն երկրորդ շերտը և կրկին վրան քսում ենք ջեմը։
Ջեմը բարակ շերտով տարածելուց հետո արդեն բերում ենք վերջնական տեսքի եւ վրան շաղ ենք տալիս կոկոսի քերուկ։ Կթողնենք խոհանոցային սեղանին, որ մի փոքր ջեմը ներծծվի, այնուհետև կկտրենք եւ կմատուցենք։ Այժմ կտրենք եւ վայելենք։ Թանկագիններս մեր համեղության վերջնական տեսքը ստացվում է շատ արագ եւ շատ համեղ, առանց կրեմի եւ նուրբ բիսկվիտով։ Սա պատկանում է այն գարնանային խմորեղեններին, որոնք անմահական են։ Եթե հավանեցիք, չեք մոռանում մեկնաբանել եւ լայքել թանկագիններս, քանի որ էջի ակտիվությունը իջել է եւ ոչ բոլորին է տեսանելի էջը, խնդրում եմ մեկնաբանություններ թողեք, լայքեք, որպեսզի տեսնեմ ում է հասանելի։ Ձեզ ասում եմ ցտեսություն, հանդիպելու ակնկալիքով։